600 հեկտար հողատարածք 120-ից 150 հազար դրամ ծախս։ Ռոմանը հիմա հաշվարկներ է անում մտովի կազմում վնասի չափը։ Աշնանը երբ ցանց էր անում լավ բերքի ակնկալիք ուներ։ Վարկեր է վերցրել, հողը մշակել, հիմա էլ շիվարել, թե ոնց է փակելու կուտակած պարտքերը։ Շաբաթ մարաջ, կարգուդեղա բան, տեսը զարգի որ ստեղ երևի թե կոմբայնել էլ չմծենանք էլի ծախսը չանե։ Տեսքել էլի, սալում է դարձրել։ 70%-ի վնաս է կրել գարու ցանկատարածությունը, որոշակի հատվածները արդեն վերականգնվել են։ Մնացածը Ռոմանը ստիպված է քաղել որպես անասնակեր։ Գնա մեկ 20% վերականգնվի, այսինքն զարգացը դժվար թե վերականգնվի։ Որնոր մնացել է մադրաշ բույսը, ասենք կնալիք վերականգնվի էլի։ Այս որնոր գույնը փոխել է, հաստատ չի վերականգնվի։ Ցիկ վсё էլի վերջ։ Մեկ սա վնասված է։ Ու էլ չի վերականգնվի։ Ցողում է ջարդվել է արդեն։ Քետու ցանկատարածությունները վնասվել են 20-ից 70%-ով։ Վնասի չափն ըստ տնտեսությունների արդեն ներկայացվել է Շիրակի մարզպետարան։ Հատուկ հանձնաժողովը ուսումնասիրություններ եւս կատարել է։ 2 օր առաջ Շիրակի մարզպետը գրություն է ուղարկել կառավարություն ներկայացրել մարզի կրած վնասը։ Համայնքում ընդհանուր առմամբ ցանված է ավելի քան 200-ից ավել հեկտար ցորեն։ Մեր ուսումնասիրությունները կատարվել են կոնկրետ կարգադահարված տարածքներում։ Ու վնասի չափերը ճշտվում են։ Ներկայացված է համապատասխան ակտ մարզպետարան մոտ 32 հեկտարի համար վնասված արդերի։ Բարամաբերդ Մայիսյան, Հովունի, Քեթի, Փոքրաշեն, սա այն գյուղերի ցանկն է, որոնք առավել մեծ վնաս են կրել։ Հակակարգտային կայաններ տվյալ հատվածներում տեղադրված են, բայց քանակը բավարար չէ։ Մեր համայնքում գոնե մինիմում 4 հակակարգտային կայան գործային, քանի որ վարելահողերը 668 հեկտար ունենք վարելահողեր, իսկ մի կարգնակայանը ապահովում է 80-ից 100 հեկտար պաշտպանվածություն։ Դրա համար ցանկալի է։ Գոտիներում, որտեղ հակակարգտային կայանքները հնարավորություն չեն ունեցել, այսինքն տվյալ տարածքի զոնայում հակակարգտային կայանք չկա տրված։ Այդ տարածքներում վնասի համատական տոկոսը ավելի բարձր է։ Նույն համայնքում, որտեղ հակակարգտային կայանքները գործել են, այդ հատվածում վնասի տոկոսը մոտ 20-30% է, այդ նույն համայնքին, որտեղ չի գտնվում հակակարգտայինի տակ տարածքը, վնասը մոտարպես մինչև 60% է հասնում։ Պետական աջակցությամբ հակակարգտային կայաններ կտեղադրվեն, թե ոչ դեռ պարզ չէ, բայց պատասխանատուն հորդորում է, որ համայնքաբնակները հույսները դնեն սեփական բյուջեի վրա։ Ամենից շատ, եթե մենք կարողանանք տեղադրել մի տարվա ընթացքում 4-5 հակակարգտային կայանք, որը ժողովրդական խոսքով ասած վերքի բուժում չի։ Ավելի շատ համայնքները իրենց միջոցների, իրենց տրամադրված ունեցվածքի միջոցով կարողանան ինչ-որ մի բան անեն, որպեսզի ցանցը ընդլայնվի։ Ընդհանուր թիվը հիմա մարզում 64-ն է, պատկերացրեք դրանից ընդամենը 16-ն է պետական միջոցով տեղադրվել։ Մնացածը բոլորը համայնքային միջոցներով։ Մարզի 11 համայնք կրել է 360 միլիոն դրամի վնաս։ Փոխհատուցում կլինի թե ոչ առայժմ հստակ չէ։ Գյուղացիներն առանձնապես մեծ ակնկալիքներ էլ չունեն։ Նախընտրում են գտնել այլ տարբերակներ պարտքերը մարելու համար։ Հեղինե Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։